Սիրելի բարեկամներ, այսօր խոսելու եմ վարժական հավաքների մասին։ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն վարժական հավաքներին կանչվում են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված պահեստազորայինները։ Մասնավորապես առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել ուշադրություն մինչև 4 անգամ, յուրաքանչյուր դեպքում մինչև 3 ամիս ժամկետով, բայց ոչ ավելի քան 3 ամիս 1 տարվա ընթացքում։ Երկրորդ, ավագ ենթասպայական և սպայական կազմերի, բացառությամբ բարձրագույն սպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև 2 անգամ, յուրաքանչյուր դեպքում մինչև 3 ամիս ժամկետով, բայց ոչ ավելի քան 3 ամիս 1 տարվա ընթացքում։ Սիրելի բարեկամներ, պահեստազորի առաջին խմբի երկրորդ կարգում հաշվառված շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև 6 անգամ, յուրաքանչյուր դեպքում մինչև 3 ամիս ժամկետով, բայց ոչ ավելի քան 3 ամիս 1 տարվա ընթացքում, և ավագ ենթասպայական ու սպայական բացառությամբ բարձրագույն սպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև 3 անգամ, յուրաքանչյուր դեպքում մինչև 2 ամիս ժամկետով, բայց ոչ ավելի քան 2 ամիս 1 տարվա ընթացքում։ Սիրելի բարեկամներ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից սույն օրենքով, մասնավորապես Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով սահմանված կարգով պահեստազոր արձակված քաղաքացիները վարժական հավաքների կարող են կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո 1 տարուց ոչ շուտ։ Քաղաքացին, ուշադրություն, վարժական հավաքների կարող է կանչվել իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից տրված փաստաթղթային կամ, ուշադրություն, էլեկտրոնային ծանուցման համաձայն։ Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած քաղաքացին, ուշադրություն, անցնում է բուժզննում, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման վայր։ Սիրելի բարեկամներ, վարժական հավաքի ընթացքում քաղաքացին համարվում է զինծառայող, գրանցվում է վարժական հավաքի համար անցկացման վայրի զորամասի անձնակազմի ցուցակներում, վերցվում է բոլոր տեսակի բավարարումների, նրան հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափ, ամրացվում է զենք ու զինամթերք։ Սիրելի բարեկամներ, ուշադրություն դարձրեք, որ վարժական հավաքի ամբողջ ընթացքում պահպանվում է ձեր աշխատանքը և գործատուն չի կարող պատասխանատվության ենթարկել կամ ձեզ ազատել աշխատանքից և պահպանվում է նաև ձեր աշխատավարձը։ Միաժամանակ խնդրում եմ, ուշադրություն, վարժական հավաքից խուսափելը կամ վարժական հավաքի ընթացքում զորամասը կամ զորամասի տարածքը ինքնակամ թողելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն, և դուք կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե խուսափեք վարժական հավաքներից։ Հարգանք